Աշխարհում յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, յուրաքանչյուրն ունի իր արդարությունը, յուրաքանչյուրն ունի իր կորուսյալ հայրենիքը։ Մենք ի վերջո դուրս ենք եկել այս թակարդից։ Թակարդում էր ինքը 2020-ին։ Արցախը Հայաստան է եւ վերջ հայտարարությունը մեկնաբանելիս մի առիթով ասել է, թե պսևդոդաշնակցական մտքեր է ունեցել։ Ցեղասպանության օրակարգին էլ է պսևդոդաշնակցական ռակուրսից նայել։ 2020 թվականի նրա ուղերձը Ծիծեռնակաբերդից անգամ դաշնակցականի նախանձը կարող է շարժել իր պերճախոսությամբ, ազգային առաջնահերթությունների հստակությամբ։ Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել։ Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք, հիշում ենք եւ պահանջում։ Ընդ որում հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարտկային օրակարգի հարց։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, շարունակելու իր ցեղասպան քաղաքականությունը։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ոնց է եղել, ես մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Կառավարման ընթացքում բոցաշունչ հայրենասերից Փաշինյանը դարձել է խաղաղարար աշխարհաքաղաքացի։ Նրա հռետորաբանությունը մեղմացել է Էրդողանի հետ ամեն նոր հանդիպումից հետո։ Ամեն ձեռքսեղմում Էլի Միքայլով է մոտեցրել Հայաստանի վարչապետին ու Թուրքիայի նախագահին։ Բովանդակությունը մեր խոսակցության Թուրքիայի նախագահի եւ իմ ասածները անհամատեղելի չէին իրար հետ։ 2024-ին Նյու Յորքում Հայաստանի վարչապետը իր ոտքով Թուրքիայի տուն է գնացել։ Պարզվել է թուրքական բայրակթարներով ու վարձու ահաբեկիչներով պատերազմի տարելիցի շեմին Փաշինյանին երջանկության համար պետք էր Էրդողանի գիրքը հեղինակի ստորագրությամբ։ Подобострастный взгляд. Ոգևորված հայացք եւ Էրդողանի գիրքը թևատակում։ Больше не будем вспоминать и один. Այսինքն մենք այլևս չենք հիշելու ցեղասպանության մասին։ Հայկական դիվանագիտությունը դեռ երբեք այնքան ցած չէր գլորվել, որ Հայաստանի ղեկավարը հրճվանքով ընդուներ հայոց ցեղասպանության կազմակերպիչ պետության ղեկավարի ընծան։ Ընդամենը 1 ամիս հետո նրա այն խոստովանությունից, որ իր շնորհիվ իր անձնական ներգրավվածությամբ է Ալիևի բանակը հաղթել 44-օրյա պատերազմում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, այնպես էլ կմտնենք Իսրայել։ 44-օրյա պատերազմի հովանավորին ու շահառուին Փաշինյանը ցույց էր տվել փոքրացած Հայաստանի քարտեզը։ Ադրբեջանական տելեգրամ ալիքները նրան անվանել էին իրենց գործակալը, խորհուրդ տվել այդքան ակնհայտ չմատնել, ով լինելը։ Թրքասեր, թրքամետ, Բայց թուրք բառից չվիրավորվող Փաշինյանը դեմ չէ հավանաբար բացահայտ խաղալուն։ Такое чрезмерное рвение понравится Турции. Դա չափազանց մեծ ձգտում է դուր գալ Թուրքիային։ Рационального объяснения нет. Ռացիոնալ այլ բացատրություն չունեմ։ Անցած մարտին Հայաստանի առաջարկով ու հարկատուներից փողերով թուրքական 10 լրատվամիջոցի ներկայացուցիչ էր հավաքվել Փաշինյանի կաբինետում։ Հենց նրանց էր Փաշինյանը ասել Էրդողանի երկար սպասած նախադասությունը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Եվ ուրեմն ամբողջ պետական ապարատը պետք է հասկանար, քաղաքական կուրսը փոխվել է։ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն էլ չի լինելու քաղաքական առաջնահերթություն։ Երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնենք, չի կարող լինի պաշտոնյա, որը շարունակի Ղարաբաղի շարժումը։ Չի կարող լինել։ Դրանից հետո Փաշինյանը պետք է ավելի հստակ բացատրեր հատուկ նրանց համար, ովքեր կդժվարանային ընկալել պարզ մեսիջը։ Լավ նվերը Էրդողանի գիրքն է։ Լավ նվեր չէ սա։ Ամերիկյան մամուլի արձագանքը հայերի դեմ ադրբեջանական ագրեսիային 1905-ից 1921 թվականներին։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին արված Փաշինյանի խոսքով այդ սադրիչ ընծայի պատճառով հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնում 2 տարի պաշտոնավարելուց հետո ազատման դիմում գրեց Էդիտա Գզոյանը։
Իմ ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Դասը սերտեց համակարգը։ Եթե ունենաք հրահանգ չնվիրել, գիրք չեք նվիրի։ Իհարկե չեմ նվիրի։ Գիրք, այն էլ Արցախյան հիմնահարցի մասին, չի նվիրի Հրաչյա Թաշյանը որևէ մեկին, եթե դա Փաշինյանի կամքն է։ Իհարկե։ Փաշինյանի նախկին օգնականը ստանձնեց Գզոյանի պարտականությունները խոստանալով բծախնդրորեն հետևել Փաշինյանի գծին։ Բծախնդրորեն ու բացահայտ Հայաստանի վարչապետը միացել է Հայոց ցեղասպանության շղթմանը։ Ցեղասպանությունները կանխարգելող Լեմկինի ինստիտուտը արձանագրեց սա 2024 թվականի Փաշինյանի ապրիլ 24-յան ուղերձից հետո, շեշտելով, որ Փաշինյանը փաստացի կասկածի տակ է առնում Թուրքիայի եւ Ադրբեջանի մեղքը, այն բարթելով զոհի վրա։ Շղթման քաղաքականություններ ո՞նց է լինում։ Փաշինյանը ստանձնել է ադրբեջանական, թուրքական լոբիստի առաքելությունը։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկրորդ պլան մղելու Փաշինյանի քաղաքականությունը արդեն վատ պտուղներ է տվել։ Թրամփը ապրիլ 24-յան ուղերձում հետքայլ է արել ցեղասպանություն բառի փոխարեն մեծ եղեռ տերմինը օգտագործելով։ Նրան նախորդած Ջո Բայդենը ցեղասպանություն էր որակել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը։ 2025 օգոստոսին հայկական ցակմամբ մի լրագրող դրդել էր Իսրայելի վարչապետ Նեթանյահուին ուղիղ եթերում հայտարարել, որ Իսրայելը ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Ինչու մինչև օրս Իսրայելը չի ճանաչել հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունները, որոնք իրականացրել են թուրքերն այդ համայնքների հանդեպ։ Կարծում եմ փաստացի ճանաչել ենք։ Քնեսետը նմանատիպ բանաձև է ընդունել։ Ես ուզում եմ, որ դա Իսրայելի վարչապետը հաստատի։ Ես հենց նոր արեցի, ահա, խնդրեմ։ Թուրքիայում ցայտնոտ էր առաջացրել այդ հայտարարությունը, Անկարան հայտարարել էր Իսրայելի հետ տնտեսական հարաբերությունները խզելու մասին։ Բայց Փաշինյանը ոչ տարել, ոչ բերել, ուղիղ մեսիջ էր ուղարկել պետությունների ղեկավարներին, պետք չէ ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Այդքան երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը ինչ աշահել դրանից։ Չտեսնվածն ու չլսվածը, ժխտողականությունը Հայաստանի կառավարող վերնախավում տեսնելուց հետո խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն էր տեսել ու ազգային ժողով տարել հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը, արդարացումը քրեականացնող օրինագիծ, առաջարկելով պատժել անգամ նրանց, ովքեր ցեղասպանության փաստը կժխտեն առանց բռնություն, ատելություն, խտրականություն հրահրելու նպատակի։ Երբ օրենքը գրել են, մտայնությունը այն է եղել, որ ազգությամբ հայը չի կարող հերքել ցեղասպանությունը։ Յան ազգանունով ազգությամբ հայը միայն օտար երկրյացին կարող է դա անել, եւ դրա պատճառը, դրդապատճառը կարող է լինել ռասայական կամ ատելության քարոզը։ Ապրիլի 24-ի նախաշեմին օրինագծի մասին առաջին հիշատակումների պահից ԿՊԱ-կանների լարվածությունը, ինչպես թուրքերինը, աճել էր։ Բանը հասել էր ձեռնամարտի։ ԿՊԱ-կանները ի վերջո դեմ էին քվեարկել օրենսդրական փոփոխությանը։ Այն ուժերը, որոնք հանդես են գալիս կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների եւ արդարության վերականգնման կոչերով ու տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է։ Իսկ ինչ է լինում այն ուժերի հետ, որոնք անվերապահորեն կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները, ուրանալով պատմությունը։ Ադրբեջանի ՄԻՊ-ը դիմել է ՄԱԿ, պահանջել 1918-ի փետրվար-մարտի իրադարձությունները, ցեղասպանություն ճանաչել, Հայաստանը ցեղասպան երկիր։ Ցանկացած այլ իշխանություն դեռ այս նամակի թանակը չչորացած պատասխան կգրեր, կասեր ցեղասպան պետությունը Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Հայաստանը աշխարհի աչքին ցեղասպան պետություն ներկայացնելու ադրբեջանական ջանքերին ի պատասխան մեր արտգործնախարարությունը հույս է հայտնել միայն, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը վերջ կդնի մտածածին թեզերի գոյությանը ու կբացառի ատելության խոսքը։ Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո 3 տասնամյակ փակ սահմանադուռը բացած ու դրանով թուրքերին 2 անգամ մարդասիրական օգնություն ուղարկած Փաշինյանը դեռ հույս ունի, որ սեյսմիկ դիվանագիտության օրերին կիսաբացված սահմանը կրնկի վրա կբացվի ու Հայաստանը կլողա թուրքական էժան լոլիկի մեջ։ Հայաստանը մարգարայի անցակետը նորոգել ու 4 տարի է սպասում է։
Քրիստինե Վարդանյանը դեռ մեր տաղավարում է, Տիկին Վարդանյան, քպականները խորհրդարանի վերջին ճեպազրույցների ժամանակ էլ համառորեն պնդում էին, թե չկա եւ չի կարող լինել հրաժարման մերժման օրակարգ ցեղասպանության։ Իսկ այս հայտարարությունները ինչի մասին են։ Իսկ իրենց վարքագիծը ինչի մասն է, եթե չկա եւ չի կարող լինել հրաժարման, մերժման եւ ուրացման քաղաքականություն։ Ինչու է ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը հերացվում հայկական ջարդերի մասին գիրք նվիրելու համար։ ՀՄԵԿ-ի եթերը ինչու է կտրվում ամենայն հայոց կաթողիկոսի ծիծեռնակաբերդ այցելության ժամանակ։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի էջից ամենայն հայոց կաթողիկոսի այցի մասին գրառումը ինչու է հերացվում։ Նոր տնօրենը ժամանակավոր պաշտոնակատարը ասաց, որ դե մենք հո տեղեկատվական ալիք չենք, որ ինչ-որ իրադարձություններ լուսաբանենք։ Բայց լուսաբանել էին։ Ինչու են հեռացրել։ Ով է զանգել, ինչ զանգ են ստացել կամ ինչ SMS են ստացել։ Ես ուզում եմ նաև, այսինքն բացի այն, որ մենք Հայաստանի ընդդիմադիր դաշտը կարող է քննարկի եւ այլն, Լեմկինի ինստիտուտը քանի հայտարարություն է տարածել, որով արդեն էլ կարմիր լույս է վառում, նարնջագույն չէ, կարմիր լույս է վառում եւ ասում է, որ Հայաստանում իշխանությունների գտնվողների հայտարարությունները վտանգում են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ զոհին եւ ագրեսորին խառնում են իրար։ Եթե ուրացման մասին չէ, եթե ցեղասպանության միջազգային ճանաչմանից հրաժարման մասին չէ, ինձ կհիշեցնեք, երբ Իսրայելի վարչապետը անցած տարի ուղիղ եթերում լրագրողի հետ զրույցի ընթացքում ասաց, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը, Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հաջորդ օրը ինչու ասաց, որ իրենք պետք է քննարկեն ու հասկանան այդ ճանաչումները մեզ ինչ են տալիս, վտանգում են թե օգնում են։ Բայց ինչի մասին հայտարարություն է։ Այսինքն մենք հասել ենք այնտեղ, որ երբ միջազգային դերակատար ասում է, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը, Հայաստանից հնչում է ուղերձ, որ պիտի հասկանանք դա մեզ օգուտ է թե վնաս է։ Եթե ուրացման մասին չէ Նիկոլ Փաշինյանի իշխող ուժը, խորհրդարանում ինչու է մերժել ցեղասպանության շղթումը քրեականացնող օրինագծի ընդունումը, որը մենք էինք ներկայացրել։ Ինչից են վախենում։ Այսինքն եթե բոլորիս համար պարզ է, որ հայոց ցեղասպանությունը չպետք է շղթվի եւ այո, շղթող եթե լինի, պիտի քրեական պատասխանատվության ենթարկվի։ Ինչու են մերժել այդ հայտարարության ընդունում, ինչից են վախենում։ Ինձ իսկապես հետաքրքրում է միշտ երբևէ առիթ ունենում եք ձեր քպական գործընկերներին խորհրդարանում այս հարցադրումները ուղղելու եւ իրենք իսկապես հավատում են, որ չի վարվում ուրացման քաղաքականություն։ Ես չեմ կարողանա ասել իսկապես հավատում են թե չէ, որովհետեւ նման պնդում անել նշանակում է ասել, որ նրանք ազնիվ են իրենց մղումներում, մինչդեռ ազնվությունը չէ, որ իրենց շարժառիթն է, այլ իշխանությունը պահելու փափագը, տենչը եւ կանեն ամեն ինչ, ինչը ըստ իրենց կօգնի իշխանությունը պահել։ Հիմա այդ իշխանություն պահելու երաշխիքները տեսնում են Ադրբեջանից եւ Թուրքիայից, դրա համար կանեն այնպիսի հայտարարություններ, որ հանկարծ չջղայնանան իրենց գործընկերները կիրթ եւ կառուցողական։ Կտեսնեն, որ այլ տեղից կգտնեն իշխանությունը պահելու հիմք, երաշխիք, կանեն միանգամայն հակասող հայտարարություններ եւ վատել չեն զգա, չեն էլ կարմրի, բայց ես ուզում եմ շարունակել այդ շղթան եւ հիշեցնել, որ անցած տարի առաջին անգամ Ժահերով երթի վերաբերյալ դատապարտող հայտարարություն եղավ Ադրբեջանից, պաշտոնական ԱԳՆ-ից եւ Նիկոլ Փաշինյանից։ Դա անցած տարի առաջին անգամն էր։ Այս տարի դա նույնը կրկնվեց, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի պետական խոսույթը, պաշտոնական խոսույթը նույնականացել է։ Հիմա Ադրբեջանը մերժում է այս ցեղասպանությունը, թե ընդունում է։ Թող մեր հեռուստադիտողները պատասխանեն։ Դե Ադրբեջանը մեր նոր անվտանգության երաշխավորն է։ Հիմա կգանք դրան, բայց պատկերացնում եք Ադրբեջանը արդեն երկրորդ տարին է, միջամտում է մեր ներքին գործին, ասում է սրան պետք է պատժել, սրան պետք է սա անել, այդ ակցիայի մասնակիցներին դատապարտեք, ու Փաշինյանն ասում է այո դատապարտում եմ։ Եվ եթե նույնացել է խոսույթը, կրկնում եմ Ադրբեջանը ընդունում է, թե շղթում է հայոց ցեղասպանությունը։ Եվ սա է սարսափելի իրականությունը, որին մենք բախվել ենք, ու հիմա մենք արդեն այդ պայքարը ուրացման դեմ ցավոք առաջ Հայաստանի սահմաններից դուրս էր։ Հիմա տեղափոխվել է նաև Հայաստանի սահմաններ։
Տեսեք, քվեականները շատ հաճախ, իսկ հիմա նաև անձամբ Փաշինյանը ծաղրում են ընդդիմության քննադատելու ոճը։ Հիշում եք, հավանաբար կասկած կար, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նորոգման աշխատանքները սկսվել են, որպեսզի ապրիլի 24-ին հուշահամալիրը պատրաստ չլինի ընդունել բազմահազարանոց երթը։ Եվ ահա հիմա Փաշինյանը մեղադրել են դիմախոզներին, պնդելով, թե վերջիններս ցանկանում էին, որ հուշահամալիրը փլուզվեր, քարեր ընկնեին, որպեսզի իրենց 3 մանեթանոց լաց ու կոծը դնեին։ Լսենք այս հատվածը ու շարունակենք։ Հույս ունեմ հետևություններ արել եք այս ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման շուրջ էժան շոուներ կազմակերպողների վերաբերյալ։ Նրանց նպատակն այն էր, որ այս կամ նախորդ ապրիլի 24-ին փլուզվեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, առնվազն մասնակի քար ընկներ, որպեսզի իրենք իրենց 3 մանեթանոց լացուկոծը դնեին եւ շարունակեին։ Տիկին Վարդանյան, փաստացի իսկապես պատրաստ էր հուշահամալիրը ապրիլի 24-ին։ Այս առումով տեղին է Փաշինյանի բառապաշարը։ Նախ գործող իշխանությունը պետք է ինքը իրեն հարց տա։ Ինչպես է ստացվել այնպես, որ իրենք հասել են այն կետին, որ եթե աշխարհի ամենալավ բանն էլ խոստանան կամ ասեն, որ նախաձեռնում են անել, դա կասկած է հարուցելու բոլորի մոտ, դա քննադատության է արժանանալու եւ դա ես շատ ուղիղ բառերով ասեմ, էլի մարդիկ ասում են ինչին կպնում են, պղծում են։ Այսինքն դա ընդդիմության մեղքն է, թե իրենց անցած հետագծի։ Հիմա գալով կոնկրետ դեպքին եւ հուշահամալիրին։ Մենք 2 օր առաջ ենք այնտեղ եղել, 3 օր առաջ ենք եղել, մի շաբաթ առաջ ենք եղել, որտեղ իսկապես անհանգստանում ենք։ Եթե ես հիմա ցույց տամ մի շաբաթ առաջվա լուսանկարները, ես չգիտեմ այդ ինչ ազդեցություն կունենար եւ մարդիկ ընդհանրապես երթին եւ Ծիծեռնակաբերդ կհամարցակվեն բարձրանալ, թե չէ։ Ինչ որ ձև ավարտել են այդ հուշահամալիրի վերանորոգումը, հիմա արդեն հուշահամալիրը ով պատրաստել է իր դուստրն է հանդես եկել եւ ասել է, որ ավիրել են ընդհանրապես պատմական արժեքը ոչնչացրել են, եթե եկեք ժողովրդական բառով ասել էլի, նկարներով էլ ներեցություն տալի, թքել կպցրել են, որ բան անեն, կարողանան ինչ տեսքը ապահովել։ Հիմա այդպես պիտի մեր ամենակարևոր հուշահամալիրներից մեկը վերանորոգվեր։ Իսկապես էսպես պիտի տեղի ունենար այդ վերանորոգումը։ Այն պատկերները, որ մենք տեսել ենք, մենք պիտի տեսնեինք այդ պատկերները։ Այդ նորմերը ամբողջ համապատասխան է եղել։ Ինչ է նշանակում բան արեք, հպարտացեք, ծափարեք ինձ, որովհետև ես ապրիլի 24-ին ինչ որ ավարտուն տեսք եմ ունեցել անվտանգության եւ մնացած նորմերի պահպանման մասին, ես մասնագետ չեմ կարող խոսել, բայց մասնագետները խոսում են, կարող եմ իրենց հղում անել։ Այսինքն այս պիտի լիներ, ինչ հիմա պիտի ծափ տանք, որ Փաշինյանը ապրիլի 24-ին ու 23-ին քանդած չի թողել հուշահամալիրը, ինչ որ տեսքի է բերել, այսինքն ինչ մոտեցումը։ Ինչ գիտեք խնդիրը որն է, որ դուք այնպիսի հետագիծ եք թողել, որ այո, ինչ նախաձեռնում եք, հսկայական քննադատության ալիքի է արժանանում եւ անսահման կասկած է առաջացնում, անգամ եթե հայտարարում եք, որ ավարտել եք, որովհետև այնքան բան եք հայտարարել, վերջում պարզվել է, որ այդպես չի, որ մարդիկ ուղղակի չեն հավատում ձեզ։ Դա ողբերգություն է ունենալ իշխանություն, որի որևէ հայտարարության չես կարող հավատալ։ Եվ սա է պատկերը։ Հուշահամալիրը ինչպես են ավարտել եւ դա այդպես պետք է լիներ թե չէ, դրա մասին խոսում են մասնագետները, ես միայն կարող եմ իրենց հղում անելով հիմա արդեն նկարները տարածվել են, ասել որ այդտեղ նորմերին համապատասխան չի եղել աշխատանքը ու վախենալով հանրային զայրույթից եւ նախընտրական է շրջանում բողոքից ափալ-թափալ ուղակի բերել են մի տեսքի, որ մարդիկ բարեբախտաբար այո երեկել ամսի 24-ին էլ նկատնում 23-ին էլ կարողացել են այցելել։ Եթե համար Փաշինյանը ծափարություններ է ակնկալում, իմ համար մի քիչ անհասկանալի է ինչպես կարող է այդպիսի տրամաբանությամբ առաջնորդվել։ Ընդհանրապես ինքը եւ իր թիմակիցները նրանցից մեկը նույնիսկ բայղուշություն բառն է սիրում օգտագործել, ես հետևում եմ ստատուսակրությանը, մեղադրում են դիմությանը բայղուշության համար, այսինքն իբրև թե անընդհատ հնչում են մեղադրանքներ, որոնք աղերս չունեն իրականության հետ եւ անընդմեջ ապացուցվում է հակառակը։ Ցավոք սրտի, հատկապես 2020-ից հետո չի եղել պնդում, որը ընդդիմությունը կանխատեսում, որը արվել է եւ որը չի իրականացվել։ Կարող է ժամկետները մի քիչ էս կողմեն, բայց ես անխոր սրտի խորը ցավով եմ ասում։ Մենք ինչ էինք ասում 2022-ին դիմադրության շարժման ժամանակ։ Այդ շարժման կարգախոսը ոչ Արցախի հայաթափմանը եւ Հայաստանում Թուրքիայի ազդեցության աճին։ Եղավ դա, թե չեղավ դա։ Մենք ինչ էինք ասում, եթե Նիկոլ Փաշինյանը մնա 2021-ին,
ոչ խաղաղություն է լինելու, ոչ հանդարտություն, լինելու է պատերազմ։ Քանիսը եղան։ Որ մի կանխատեսումը տեղի չունեցել։ Տավուշում երբ ասում ենք, սա միակողմանի զիջում է, մենք զորքերը ետ ենք քաշելու եւ որևէ բան դիմացը չենք ստանալու։ Եղավ դա, թե չեղավ դա։ Երբ մենք ասում ենք, որ Ադրբեջանի պահանջները բավարարելով չես կանխում հաջորդ պահանջների ավելացումը, այլ միայն սրում ես ախորժակը, որ Արցախը տալով չի սահմանափակում ես հարցը։ Եղավ դա, թե չեղավ դա։ Հիմա Հայաստանում սահմանադրության փոփոխություն քննարկում եք, թե չենք քննարկում։ Հիմա ով է ճիշտ, ով սխալ։ Դե կներեք, այո, որ մենք այդքան բարձր ուրախ տրամադրություն չունենք, ամբողջ օր ինչ-որ փարթիների մեջ չենք, ուրախ ավտոբուսի անդամ չենք եւ չենք կարողանում ցինիզմով մեր իրականությունը թողած մեր ժողովրդին կախարդական փայտիկներ խոստանալ եւ ասել, որ ամեն ինչ հրաշալի է։ Փորձել դրան, չէ, այդպես չի։ Դժվարություններ կան, ու եթե չթափվենք այդ դժվարություններին չդիմագրավենք, վատ է լինելու, բայց կարող ենք դիմագրավել եւ չլինի աղետ։ Դա է մենք, այո, եթե մեզ մեղադրում են նրանում, որ մեր ժողովրդին կախարդական փայտիկներ չենք խոսք տալիս եւ իրականության փոխարեն վարդագույն երազ չենք նկարագրում, այո, մենք այդպիսին ենք։ Այո, մենք չենք խաբելու, այո, վտանգները չենք նսեմացնելու, փոխարենը նկարագրելու ենք եւ ցույց ենք տալու դրանք հաղթահարելու ճանապարհ։ Ու թող մարդիկ ընտրեն, իրենք ինչ են ուզում, քանի տարի խապված մնալ եւ աղետի առաջ գալ կանգնել, թե միասին հաղթահարել այս դժվարությունները ու ստեղծել այն պետությունը, որտեղ մենք անընդհատ արդեն չենք քննարկում սահմանադրություն փոփոխել։ Արարատին նայում ենք, թե չենք նայում։ Ցեղասպանությունը տենաս այս տարի կժղթի ուղիղ, թե չի ժղթի։ Ցեղասպանության հուշահամալիրը տենաս ապրիլի 24-ին կկարողանանք այցելել, թե չենք կարողանա այցելել։ Իսկ կաթողիկոսին էլ որտեղից կզեղչեն։ Որ եկեղեցի արդեն ման կանեն, կարշավեն։ Քանի մնացած բան հարցերը սոցիալական կենցաղային էլ չեմ ասում, կարող եմ անվերջ թվարկել հանցավորության աճից, թմրադեղերի շրջանառության աճից, խաղամոլության աճից մնացած բոլոր խնդիրները։ Մենք էս ենք առաջարկում եւ այո, թողներեն ուրախ ավտոբուսի ուղևորները, որ իրանց չափ ուրախ չենք, որ Հայաստանը գնալով համապատասխանում է Ադրբեջանի ու Թուրքիայի պատկերացումներին։ Մենք դրանով ուրախ չենք։